Որտեղ ջուր կա, այնտեղ պետք է սուզվել ու դրանից հաճույք ստանալ։ Սա է ստորջրահետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոնի սուզորդների հիմնական կարգախոսը։ Միայն թե Սևանի պարագայում որոշել են հաճելին համատեղել օգտակարի հետ եւ արդեն 4-րդ տարին է սուզվում են ու իրենց հետ ցամաք հանում հետազոտության համար անհրաժեշտ ջրի մուրների բուսականության նմուշներ։ Բացի դրանից առաջին անգամ է իրականացնում են ստորջրյա նկարահանումներ։ Տարիներ շարունակ մենք հետազոտել ենք ջրի վրայից, բայց երբևիցե ներսից, այսպես ասած, ֆոտոնկարահանման թե վիդեոնկարահանման միջոցով ոչինչ չէինք տեսել։ Լճաշենում սուզվելիս սուզորդների աչքերն ու տեսախցիկները այս տարի դրական միտումներ են տեսել։ Հատկապես գիշերային սուզումների ժամանակ նկատել են մանրաձկան վտարները շատացել են։ Խեցգետինն էլ չի խանգարում նրանց զարգացմանը։ Դա մեզ համար լավ չափանիշ է, որ այդ սուգները աճում են լճի մեջ։ Մինչ սուզորդները ուրախանում են, գիտնականները սրան այլ բացատրություն են տալիս։ Ամառը եւ մանրաձուկ իհարկե կա, բայց դրանք հիմնականում հայկական տառեղ եւ չեբաչոկ տեսակներն են։ Սրանք սակավարժեք ձկներ են ու խանգարում են թանկարժեք ձկների աճին, հաճախ սնվում են դրանց ձկնկիթով։ Սուզորդները հետազոտել են Լճաշենն ու Ակնալիճը, մինչդեռ Սևանի պարագան այլ է։ Այստեղ մարդու ազդեցությունը չափազանց մեծ է։ Սևանը իր կարգավիճակով բոլորովին այլ լիճ է, Ակնալիճը համարվում է օլիգոտրոֆ ամենամաքուր լեռնային լճերից մեկը։ 70-ականների հետ համեմատությամբ Սևանում ջրի մուրների առկայությունը նվազում է ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, բայց խնդիրը դեռ առկա է։ Հայաստանում որ իջնում ենք Սևանալճում, էլի այդ ջուրը քիչ թե շատ կանաչ անում, կանաչ գույնի։ Այդ որ կանաչ անում, ուրեմն այնտեղ ինչ են ասում, ծաղկում է ջուրը։ Էդի արդեն եթե բարձ լիներ ջուրը, չէր ծաղկելու։ Սևանի ջրի աղտոտվածությունը միայն ջրի մուրների հետևանքով չէ, տեխնածին եւ մարդածին աղբն իր դերն ունի։ Այն որ սուզորդները նկարահանում են Սևանի ստորջրակյանքն ու վերապատրաստում նոր սուզորդների, կարող է օգնել ստեղծված իրավիճակի հաղթահարմանը։ Երբ ազգաբնակչության շուտ մարդիկ սովորեն սուզվել, սուզվեն, տեսնեն, ջրի հատակում են պիկնիկներից կամ պյուրշերից հետո մնացած այդ մնացորդները այնտեղ ինչքան տգեղ են, այդ ամեն ինչը տհաճություններ կպատճառի այդ մարդկանց եւ գոնե մի քիչ կուլտուրայի մեջ էլ փոփոխություն կլինի։ Հետազոտությունների հիմնական արդյունքների մասին խոսել դեռ վաղ է։ Նմուշներն ու տեսաձայնագրությունները հանձնել են Հայաստանի գիտական կառույցներին ու հետազոտության փուլում են։ Այս պահին պարզ է միայն այն, որ Հայաստանի ծիծաղախիտ գեղեցկուհին օրհասական վիճակում չէ։ Աննա Գրիգորյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։